Ալցհեյմերի հիվանդության պարագայում, դեմենցիայի, գուցե ավելի ուշ փուլերում հնարավոր է, որ ցավի մասին պատկերացում էլ չտա, տվյալ դեպքում բուժառուն, տատիկը, պապիկը, այս դեպքում խնամողները, հարազատները ինչպես հասկանան, որ ցավն է անհանգստացնում, կարող են լացել, լինում է, որ գոռում են, բայց արդյոք դա ցավից է թե ոչ, ինչպես գտնել, երբ որ չի ներկայացնում բուժառուն։ Շնորհակալություն շատ կարևոր հարցի համար, որովհետև եթե այսպես են անտեսվում, պատկերացնում ենք մարդը, որը որ առանց ընտել այդքան ադեկվատ չի, չի կարողանում ապա կողմնորոշված է եւ այլն, չի կարող ասել։ Իդեպ ձեզ ասեմ, որ ուրեմն Ալցհեյմերով էլի վիճակագրությանը եթե գանք, Ալցհեյմերով հիվանդների նախ ասում են, որ եթե Ալցհեյմերով հիվանդը ուրեմն նա ցավ չի զգում, այդպիսի բան չկա։ Այսինքն համարում են, որ եթե նեյրոդեգեներատիվ ինչ-որ փոփոխություններ են տեղի ունենում, այն ընկալիչները, որոնք որ ցավի համար պատասխանատու են, նույնպես պետք է այդպես ենթարկվեն դրան, բայց այդպես չի։ Բացի դրանից Ալցհեյմերով հիվանդները նույնպես ցավ են զգում եւ վաղ Ալցհեյմերով խոսքը կորցրած մարդկանց համար շատ դժվար է հասկանալ արդյոք իրենք ցավ են զգում, ցավ չեն զգում, բայց սկզբնական շրջանում, երբ որ դեռ կոնտակտ կա եւ կա քիչ թե շատ հնարավորություն հաղորդակցվելու, Ալցհեյմերով հիվանդին կամ դեմենցիայով հիվանդին պացիենտին կարելի է ուղղակի ուղղված շեշտված հարցեր տալ հասկանալու համար ցավում է թե չէ, ոչ թե абստրակտ, վերացական ինչ-որ բան հարցնել, այլ հարցնել մամա ցավում է թե չէ, եթե մաման ասում է այո, ուրեմն որտեղ է ցավում, ստեղ, այսինքն ցույց տալ իրեն, որովհետև մի քիչ ավելի վերացական շատ դժվար կլինի հասկանալ ինչ է, ինքը չի կարողանա կողմնորոշվել, սակայն երբ որ դուք ասում եք ոտքդ է ցավում, ինքը կարող է ասել, որ ոտքն է ցավում, հետո ցույց տալով տեղերը դուք կարող եք հասկանալ ցավում է թե չէ, այսինքն մասնակի փոփոխված հիվանդի հետ քիչ թե շատ հնարավոր է հասկանալ եւ նրան հնարավոր է բուժել։ Ամենաբարդ դեպքերը այն դեպքերն են, երբ որ կա արդեն խորը Ալցհեյմեր ճանաչողական փոփոխություններ կան պացիենտի մոտ եւ նա անգամ ցավը զգալով չի կարողանում ասել եւ տպավորությունը, նրա դեմքի արտահայտությունը բնավ կարող է չփոխվել, հասկանում եք, նա կարող է շատ բարյացակամ ձեզ նայի, բանից պարզում է սոսկալի ցավ ունի եւ շատ անգամ այդ պացիենտները չեն կարողանում ասել, հարազատնել ուշադրություն չի դարձնում, որտեղ ոչ մի ձևով երևի թե չի դրսևորվել։ Խոսքը կորցրած ոչ միայն այդ պացիենտները, նաև ինսուլտից հետո պացիենտները, որոնք չեն կարողանում ասել այդ դեպքում շատ մեծ նշանակություն ունի խնամողի ուրեմն դիտողությունները, դիտարկումները, ինչ արեց, ոնց արեց, ինչ որ մի բան, ամենաառաջինը վարքային փոփոխություններ են տեղի ունենում։ Ինչպես դուք նշեցիք, պացիենտը կարող է հրաժարվել օրինակ խնամքից, կամ երբ որ իրեն փորձում են փոխել տեղը կամ խնամել կամ մաքրել, նա սկսում է գոռալ, լացել եւ այլն, սա հիմնականում ցավի դրսևորում կարող է, ոչ թե հիմնականում, սա կարող է լինել ցավի դրսևորում եւ որպեսզի մենք հասկանանք արդյոք սա ցավի դրսևորում է թե ուրիշ բանի, ենթադրենք կարող է լինել քաղցի զգացում, կարող է զուգարան գնալու ցանկություն ունենալ, բայց չի կարողանում դիֆերենցիալ, տարբերակել ինչ է ուզում ինքը եւ մենք էլ չենք կարողանում հասկանալ, որտեվ խոսք չկա, այդ ժամանակ մի հատ շատ լավ տեստ գոյություն ունի, բավական է մի հատ ցավազրկող տալ ու տեսնել արդյոք վարքը փոխվեց թե չէ։ Շատ հաճախ վարքային փոփոխություններ են, մեծ մարդը, տարեց մարդն ու երեխան տարբերություն չկա, փոքր նորածին երեխան, այո, նորածին երեխան էլ չի կարողանում ասել, որ ինքը ցավեր ունի, ինչով են կողմնորոշում, իր դեմքի արտահայտությամբ, վարքի փոփոխությամբ, նույն բանը կարող ենք մենք փոխադրել տարեց պացիենտի վրա, երբ որ նա սկսում է անհանգիստ շարժումներ անել, գնալ, գալ, շարժվել, դե ինչ չի որ պարկած են նրանք, կամ դեմքի արտահայտությունը, կարծես թե մինչև հիմա հանգիստ պարկած էր, իսկ հիմա տառապանքի բան կա, միմիկա կա, կամ տրորում է այնտեղը, որտեղ ցավում է, այս ամեն ինչը բոլորը շատ նենց թույլ նշաններ են, հուշող նշաններ են, որոնք որ հնարավորություն են տալիս ժամանակին բացահայտել։ Եվ շատ կարևորը, մենք շատ ենք ասում հիմա այդ բառը, սկրինինգը շատ կարևոր բան է, երբ որ մենք փորձում ենք
չիմանալով կա թե չկա, բայց անընդհատ վերանայելով հասկանանք պացիենտը էս թե այն ինչ որ դրսևորումն ունի, թե չէ։ Շատ դեպքերում պետք է պացիենտի հետ, եթե խոսքն էլ կորցրած է, հետևել ինքը ինչպես է շարժում, այն ինչ որ ես արդեն նշեցի, հետևել արդյոք պարկելը հարուկներ ունի, արդյոք եթե նա պարկած է, իր ոտքերը հավասար են թե չէ երկարությունը, որովհետև շատ անգամ կարող է անգամ կոտրվածք ստանալ պարկած տեղում, պաթոլոգիական կոտրվածք ստանալ եւ դրա հետևանքով վերջույթը կարճանում է, կարելի է դա նկատել, հա, կամ ինքը փամփերսի մեջ երկար ժամանակ դիսկոմֆորտի մեջ այնտեղ որոշակի բորբոքում կա, այդ ամեն ինչը պետք է վերանայել, բան անել, հա, հետևել դրան եւ պարբերաբար ստուգել արդյոք այդ ամեն ինչը կա թե չէ։ Բժիշկ, հանրամատչելի կուզեմ, որ բացատրեք բոլոր դեպքում, այդ թվում նաև տարեց բուժարուների ցավը, որտեղ ուղեղից ազդակն եկավ, մի քիչ հասկանանք, շատ հանրամատչելի, դե գիտեմ, որ կարճել հնարավոր չի լինի, բայց ամեն դեպքում էլի, այս ցավ զգալու բանը մեր դեպքում ատամի, էական չի, ընդհանուր առմամբ։ Ուրեմն որպեսզի ես ինքս ինձանից չհորինեմ, ասեմ միջազգային սահմանումը ցավը տհաճ հոգեհուզական փորձառություն է, որը կապված է հյուսվածքների իրական կամ հնարավոր վնասման մեջ եւ կամ դրսևորվում է նման վնասումների հետ, այսինքն սա շատ սեղմ ասացի, ցավը կարող է պայմանավորված լինել իրական հյուսվածքի վնասումով, բորբոքումով եւ մենք կարող ենք չիմանալով, չտեսնելով տեղը, բայց եթե կա ցավային ազդակ, դրա մասին դատել, բայց շատ անգամ ցավ ունենում են մարդիկ, բայց տեղը չեն գտնում, հա, հատկապես դա լինում է իդիոպաթիկ ցավերի ժամանակ կամ նեյրոպաթիկ ցավերի ժամանակ կամ լինում է անհասկանալի պատճառներով, սա շատ բարդ ֆենոմեն է, շատ բարդ։ Այս սահմանման մեջ ես ձեզ ասացի, որ այնտեղ կա հոգեհուզական, հա, դրանք բանալի բառեր են։ Ինչի մասին է սա խոսում, որ ցավը շատ անհատական է։ Նույն բանի նկատմամբ, նույն ազդակի նկատմամբ դուք եւ ես տարբեր ռեակցիա կտակ։ Խոսքը գնում է, այ այստեղ էլ նորից ասեմ, տանելիության մասին։ Տարեց մարդիկ, ի տարբերություն երիտասարդների, տանելիություն չունեն ցավի։ Ցավի ես կվերադառնամ մեր ցավի այդ սահմանմանը, բայց այնքան հետաքրքիր եք խոսում հարցից հարցը բացվում։ Հա, ես ուղղակի կուզեմ սա ասել, որ երիտասարդ մարդը շատ ավելի դիմացկուն է։ Հա, դիմացկուն է, համբերատար է իր ցավի նկատմամբ, իմանալով որ կանցնի։ Տարեց մարդու համար թեթևակի ցավն էլ անտանելիություն է առաջացնում, որովհետև բայց դա ոչ թե կապրիզի հարց է կամ ինչ որ բանի հարց է, այլ դա որոշակի հակացավային համակարգի միջնորդանյութերի ուղղակի ֆիզիկական պակասելու հետևանք է, դրանք են սերոտոնինը, նորադրենալինը, դոֆամինը եւ այլն, այսինքն եթե երիտասարդների մոտ լիարժեք նյարդային համակարգի աշխատանքի պայմաններում այդ բոլոր հարցերը կարգավորվում են, տարեց մարդու մոտ այդ հարցը շատ խնդրահարույց է, որովհետև ռեսուրս չունի, որ դիմանա։ Ճիշտ երեխաների պես, չէ, երբ որ ծունկը վնասում են, իրենք շատ կան հանգստանան դրանից, բայց միջին տարիքում գիտենք, որ հա, քերծված է արդեն փորձառություն կա։ Եվ այդպես ես ձեզ ինչպես ասացի, այնտեղ երկու բանալի բառ կա հոգեհուզական, հոգեբանական եւ հուզական, սա շատ կարեւոր է հասկանալ եւ շատ սա բաղադրիչ մասն է եւ ոչ միայն ցավի զգացողության, այլ նաեւ ցավի կառավարման հարցում